Բարև ձեզ, օրագիրն է սկսում աշխատանքը, իմ հյուրը քաղաքագետ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Խաչիկյան։ Այսօր փորձելու ենք հասկանալ ինչ է կատարվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի բանակցություններում, որքանով է իրատեսական, որ Թուրքիայի հանդիպումը որևէ արդյունք կտա։ Իհարկե այնտեղ նախագահների մակարդակով հանդիպում չեղավ, Ռուսաստանի նախագահը այլ պատվիրակություններ ուղարկել եւ դա կանխատեսելի էր, հաշվի առնելով հենց Զելենսկու անձի հանգամանքը եւ նաեւ հետաքրքիր էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի գնահատական որակումը ուղղված նրան անկիրթից մինչև այլ որակումներ վիրավորական անհաջողակ, այո, եւ դրան հաջորդեց նաեւ Լավրովի որակումը, որ նա խղճուկ է։ Խնդրեմ, գնահատենք այս ֆոնը եւ հեռանկարը, որ բանակցություններում կարելի է սպասել։ Եթե անձերի մասին խոսել, հենց Զելենսկին էր որոշում ստորագրել, որը արգելվում էր որևէ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, այսինքն նա չպետք է զարմանա։ Ռուսները համարում են, որ իր ժամանակը անցել է, կոպիտ ասած, որտեղ նա չի վերընտրվել։ Եվ տեսնում եք ինչ անձնական դինամիկա ունեն, այսինքն Զելենսկին տեսնելով, որ Պուտինը չի գալիս, երկրորդ պատվիրակությունը ուղարկեց, բոլորը տեղակալներ են, տարբեր մինիստրների տեղակալ, այսինքն դա իր ժեստն էր։ Իր հետևը կանգնած են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, շատ ագրեսիվ հակառուսական դիրքերից, պրոուկրաինական հակառուսական։ Տրամպը փորձում էր ժամանակին ասում էր մի օրում կկանգնեցնեմ, հետո արդեն 100 օր է անցել, չի կարողանում կանգնեցնել կոնֆլիկտը։ Կողմերի դիրքերը շատ հեռու են միմյանցից։ Եթե հիշում եք Ստամբուլում 3 տարի առաջ ստորագրվել էր մի որոշում, ըստ որի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէր դառնալու, Ղրիմը մնում էր Ռուսաստանի կազմում 15 տարի հետո ինչ որ բանակցություններ պետք է լինեին, դե պարզե որ դա ոչինչ չէր բերի։ Այն ժամանակ արդեն Դոնեցկը, Լուգանսկը այդ որոշ մասերը իմ կարծիքով ճիշտ եմ հիշում, արդեն մնում էին Ռուսաստանում։ Հիմա ռուսների մինիմալ դիրքը այն նրանք ասում են մենք պետք է արմատական ձևով լուծենք այս հարցը, այսինքն դա ինչ է նշանակում, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա ինչպես է իր աշխարհվելու ոչ ոք չգիտի, քանի որ հենց որ պատերազմը կանգնի լինի այդ գիծը, բաժանման գիծը, այդ գծից դեպի արևմուտք միանգամից տեղադրվելու են տարբեր երկրների զինված ուժերը, որոնք հետո դառնալու են ՆԱՏՕ-ի բազա։ Այսինքն գործընթացը նորից գնալու է, ըստեյության նույն էությամբ, նույն հունով։ Այո, այնտեղ լինելու են այսպես ասած խաղապահներ, որոնք շատ շուտ դառնալու են ռազմաբազաներ, արևմուտքը հենց որ պատերազմը կանգնեցվի, անգամ եթե զինադադար լինի, միանգամից զինատեսակներ կտրամադրի, տեխնոլոգիաներ կփոխանցի Ուկրաինային, հնարավոր է նաև միջուկային տեխնոլոգիաներ դրա մասին արդեն ակնարկել են, այո, դրա մասին։ Ռուսաստանը հասկանում է, որ հիմա եթե կանգնեցնի պատերազմը, նրանք ուղղակի ժամանակ են շահելու։ Այո, այո։ Հիմա ռուսների մինիմալ պահանջը այն է, որ գոնե այն տարածքները, որոնք հիմա գրավել են, պետք է մնան Ռուսաստանին եւ Ղրիմը պետք է մնա Ռուսաստանին։ Երեք Զելենսկին ասաց, որ ոչ մեկ այդպիսի բանի չի համաձայնվի, այսինքն Ղրիմը եւ այդ տարածքները պետք է վերադառնան Ուկրաինա եւ նրանք իհարկե դեռ կարծում են, որ ՆԱՏՕ-ի անդամ կդառնան, չնայած արդեն Տրամպի ադմինիստրացիան ասաց այդպիսի բան չի լինի։ Այսինքն ռուսների նպատակն է տանել դեպի խաղաղության պայմանագիր կամ շարունակել պատերազմը։ Ուկրաինացիների նպատակն է ժամանակ շահել, որպեսզի նորից զինվել եւ նորից փորձել ռուսներին հետ մղել, ինչպես Խարկովում արեցին։ Կողմերից ոչ մեկը մյուսին դեռ չի կոտրել ռազմական ձևով, որպեսզի ստիպի, պարտադրի, որ դա գնա խաղաղության, բայց իհարկե Ուկրաինայի մարդկային ռեսուրսները սպառվում են։ Այսինքն այստեղ ինչ կարող է լինել։ Կարող է դա ոչինչով չավարտվի, ուղղակի հետ գնան։ Կարող է ինչ որ մի քանի օրով զինադադար կնքվի, հետո խախտվի։ Կարող է ինչ որ մեմորանդում ստորագրվի, որ մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, եւ դա կարող է տևել ամիսներ, եթե ոչ տարիներ։ Այսինքն սա երաշխիք չէ, այս ռաունդը երաշխիք չէ, որ ռազմական գործողությունները ռուս-ուկրաինական ճակատում կավարտվեն։ Ոչ, եւ ընդհանրապես լուծումը չի երևում։ Նայեք, պայմանագիր եղել էր 3 տարի առաջ, Ստամբուլի պայմանագիրը եղել էր, Մինսկի պայմանագիրը 2 հատ եղել են, երկուսն էլ խախտվեցին։ Բանի Զատուլինը լավ օրինակ բերեց, հիշացրեց ինձ։ Վիետնամում տարիներով բանակցություններ էին գնում եւ պատերազմը տարիներով շարունակվում էր։ Այստեղ կամ մի կողմը պետքա զիջի, իսկ եթե Զելենսկին պետքա զիջի, Զելենսկին եթե զիջի, իրան տանը սպասում են։ Նա պետքա գնա տուն եւ բացատրի իր ազգայնական ծայրահեղ ուժերին, թե ինչպես սա եղավ եւ նա երկար չի ապրելու, իրենց սպառնալու, հաստատ սպառնալու են։
Այսինքն նա զիջելու տեղ չունի, ռուսները զիջելու տեղ չունեն, մի կողմը պետք է մյուսին կոտրի, ուղղակի ռազմական ձևով պետք է ջախջախի, այո, բայց այս ֆոնին պարոն Խաչիկյան նաև Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման նախապատրաստությունների մասին տեղեկություններ են հայտնում կողմերը, այս հանդիպումը հնարավոր, եթե տեղի ունենա առաջիկայում, ինչ կփոխի, որովհետև որոշակի տպավորություն կար, որ ռուս-ամերիկյան սկսած այս գործընթացը կամ դանդաղել է, կամ չի տալիս այն արդյունքը, որը ակնկալում էր օրինակ ԱՄՆ-ի նախագահը, երբ խոսում էր կարճ ժամկետներում կոնֆլիկտը ավարտին հասցնելու, պատերազմը կանգնեցնելու մասին, փաստացի այսօր արձանագրում ենք, որ դա նրան չի հաջողվել։ Այո, որտեղ սա լուրջ պատերազմ է, սա կատակ չի, եւ սա պերիֆերիայի ինչ որ պրոքսի, այո, սա պրոքսի պատերազմ է, բայց կենտրոնում, սա Վիետնամ չէ, Աֆղանիստան չէ, որ մի օր ուղղակի մտնեք եւ դուրս գաք, կամ Լիբիայից դուրս գաք, սա շատ կարեւոր է։ Եվ Ռուսադելիբան բակոցել են։ Շատ կարևոր է եւ Ռուսաստանի համար, եւ Ուկրաինայի, եւ Եվրոպայի։ Սա կենսական հարց է, սա Եվրազիայի ապագայի հարցն է։ Իհարկե լավ է, որ Թրամփը ուզում էր այս հարցը լուծել, նա ասում էր սա իմ պատերազմը չի, եթե հիշում եք, նա ասում էր ես ժառանգություն եմ ստացել այս պատերազմը, որը այդքան էլ ճիշտ չի, որտեղ երբ որ առաջի ադմինիստրացիան Թրամփին կար, նա զինում էր ուկրաինացիներին։ Նա ուզում է հիմա իմ կարծիքով երկու կողմերը խոսելու են ուղղակի երկկողմանի այդ հարաբերությունների մասին, ինչ տնտեսական կապեր կարող են զարգացնել ինչ-որ ռեսուրսներ օգտագործել միասին, նավթի, գազի, Արկտիկայի մասին է խոսակցությունը գնում։ Այսինքն այդ հարցերում նրանք կարող են առաջ շարժվել, բայց Ուկրաինայի հարցում դա լինելու է շատ դժվար։ Իմ կարծիքով երկու կողմն էլ փորձում են ձև անել, որ խաղաղության են գնում, ուղղակի մեղքը դնելով մյուս կողմի վրա։ Իմ կարծիքով սա է արվում։ Ռուսաստանը ասում է այո, մենք կգանք, մենք կբանակցենք, բայց սա են մեր պայմանները եւ մենք պատերազմը չենք կանգնեցնի, որովհետեւ դուք իրենց կվերազինեք։ Լիներ նրանց փոխարեն, բնականաբար այս փուլում չէր։ Դուք ադրբեջանցիները մեզ ժամանակ տվել էին, որ մենք վերազինվենք, չէ՞։ Նրանք անընդհատ խախտում էին զինադադարը, հիշում եք, առաջ են գնում մինչեւ չհասանք նոյեմբերի 9 եւ ավելի վատ։ Այսինքն ռուսներին կարելի է հասկանալ, նրանք չեն ուզում կանգնել ժամանակ տալ, որ ուկրաինացիներին նոր զենքեր բերեն։ Եվ նույնը ուկրաինացիները, այսինքն երկու կողմն էլ ասում են այո, մենք խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը չի երևում։ Եվ պարոն Խաչիկյան, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի շփումներին Ադրբեջանի նախագահի եւ ոտքի վրա նաեւ Թուրքիայի նախագահի հետ, տեսանյութեր տարածվեցին, նաեւ իր պատասխանը եղավ ադրբեջանական լրատվամիջոցի հարցին, ելի վերահաստատեց իր հանձնվողական, պարտվողական դիրքորոշումը Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին, ելի առաջարկեց նույն օրը ստորագրել եւ այդ համատեղ, այսպես ասած, հայտարարություն ծանուցումը եւ խաղաղության պայմանագիր կոչվածը, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գործնական քայլերի գնալու մտադրություն չունի։ Իսկ Ադրբեջանը հանել է իր պահանջը, որ լինի միջանցք, հանել է իր պահանջը, որ ադրբեջանցիները հետ գան, որ արևմտյան Ադրբեջանն է։ Նա լուծարել է իր հերոստատեսության կանալը, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, կամ Մեջլիսում նրանք որքանով հասկանում եմ խումբ կա, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներ։ Այո, դա լուծարել է Ալիևը։ Երևի ոչ։ Այսինքն մենք էլի չոք պոլի վրայով իր հետևից գնում ենք։ Մենք ոչինչ չենք ուզում հասկանալ։ Ես կզարմանայի, եթե այս ղեկավարությունը ինչ որ բան հասկանար ինչ որ բանում։ Նրանք մենակ պարլամենտում փողոցային քֆուրներ կարան տան, նրանք արտաքին քաղաքականություն իրանց գործը չի։ Այսինքն մենք ուղղակի պետք է սպասենք հաջորդ դժբախտության, կամ լինելու է Զանգեզուրի կորիդորը, կամ լինելու է ադրբեջանցիների վերադարձը։ Ես չեմ զարմանա։ Դուք որ նայեք այս 7 տարի ինչա կատարվել, կամ պատերազմից հետո ինչա կատարվել, խափելով, հետո էլ ծեծելով, ամեն ինչ որ նրանք ասում են, նա անում է, ամեն հարցում զիջում է։ Դուք ինչ որ Այսինքն ամեն անգամ այդ հանդիպումներից հետո հայ հասարակությունը պիտի, ինչպես ասում է, լարվի, սպասի վատագույնին, որովհետև այլ ընթացք այս իշխանության հետ ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Դե դուք ինչ եք տեսել։ Պատերազմից հետո էլ ինչ եք տեսել։ Մենք գլորվելով գնում ենք ձորը, արդեն ընկնելու տեղ էլ չի մնացել։ Մնացել է ուղղակի Հայաստանի ֆիզիկական գոյությունը։ Եվ նա որևէ հարցում չկարողացավ դիմադրել։ Ալիևին, եթե դու այսպես խեղճուկ վիճակում, իսկապես խեղճուկ վիճակում ծնկերի վրա արդեն քանի տարի աղաչում ես, որ քեզ խաղաղություն տան, քեզ մենակ պահանջների ցուցակը երկարում է, չես հասկանում։ Նրանք չեն հասկանում ինչա ուժի հարաբերություն, ինչա միջազգային հարաբերություններ, նրանք հասկանում են քուչի բազար։ Եվ ձեր կարծիքով իհարկե պարոն Խաչիկյան, մինչև հնարավոր արտահերթ process-ներ, եթե լինեն, ինչ որ force majeure լինի, եթե ոչ, ապա սպասվող հերթական ընտրություններ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ի վերջո ինչ որ բան ստանալ Ալիևից, ինչ որ թուղթ ստանալ Ալիևից, որ նա կարող է թափահարել, ինչպես այն քարտեզի մակետներ
թափահարում ու ժողովրդին խոսումներ տալ։ Այո, նա կարող է ստանալ աջակցությունը իր ընկերոջ, քանի որ դուք գիտեք, այնտեղի մասին երգեր են երգում։ Այո։ Իր մասին երգեր են երգում, իր անունն են ասում, դե իրան ձեռ են առնում, բայց դա իրան չի խանգարում։ Իրան բացեբաց ձեռ են առնում, վիրավորում են, նա ինձ չի պատասխանում, մենակ ստեղ է գորգորում, ստեղ կարելի է, այնտեղ չի կարելի։ Եվ դա իրանց հերոսն է, փաստորեն իրան կարող են օգնել ընտրությունների ժամանակ, ինչ որ ժեստ անեն կամ չխոսեն։ Այսինքն հասկանալով, որ դա նրա հետագա հնարավոր վերարտադրության միակ շանսն է։ Այո, ժամանակավորապես հետ քաշվեն, թողեն որ սա ընտրվի, հետո նորից բոլոր բանջները առաջ բերեն։ Նրանք շատ խելացի են, նրանք մերպես չեն, նրանք աղանդավորներ չունեն, որոնք այսքան բանից հետո էլի դե շատ չեն, 10-15% են ինչքան են, բայց մենք դեռ ունենք այդ աղանդը, որևէ ազգ այսպեսի բան չէր հանդուրժի, բայց մենք դա ունենք։ Այո, նա կարող է իրեն օգնել կամ սպառնալ, որ եթե նա չընտրվի, ռևանշիստները կան, Ադրբեջանը կհարձակվի։ Այդ ձևով էլ կարող է օգնել։ Կամ կարող է ասել, որ այո, մենք խաղաղություն կկնքենք եւ ձեր այս ղեկավարը, ասենք ճիշտ ուղիով է ձեզ տանում դեպի համերաշխություն եւ այլն։ Հետո մի քանի ամիս սպասեն, սա ընտրվի ու առաջ գնան հաջորդ Սպանստան։ Նրանք չեն կանգնելու, որովհետեւ մենք այնպիսի դիրքում ենք այս երկու պետությունների մեջ բուտերբրոդի պես այսեն սխմված են։ Նրանք չեն կանգնելու։ Եթե ես իրանց տեղ լինեի, ես էլ չէի կանգնի։ Հասկանում եք, դա բխումա իրենց շահերից, նրանք չեն կանգնելու։ Միակ ձևը նրանց զսպելն է։ Դաշնակիցներ ունենալն է։ Իսկական ամեն ինչ տապալից է։ Նորից Եվրոպայից ինչ որ լավատեսական հայտարարություններ, օրինակ նույն Կալասը, որը արգելել էր երկրներին գնալ Մոսկվա, Բայց ինքը գնաց Բաքու, կներեք ես ընդհատեմ, մեր վրայով թռավ Բաքու, մեզ արգելում է գնալ Մոսկվա։ Նույն Կալասը լավատեսական մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական, այսպես ասած, բանակցությունների վերաբերյալ, մոտ համարելով ի վերջո խնդրի հանգուցալուծումը, հաշտության հնարավորությունը, այդ հայտարարությունները ինչի վրա են հիմնված։ Դա դատարկ բառեր են, նույն բառերը մենք լսեցինք Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ որ ղարաբաղցիները խոստանում էին, որ խաղաղ ձևով կլուծվի հարցը, որ զինադադար կլինի, որ էթնիկ զտում ղարաբաղցիների արտագաղթ թույլ չեն տա, այդ նույն դատարկ բառերը ասվել են նրանց։ Նույն դատարկ բառերը ասվել են հայերին 100 տարի առաջ։ Նրանք գնում են Բաքու բիզնես են անում, իմիջիալից երևի Վրաստանով է թռել, ոչ Ռուսաստանով, ոչ Պարսկաստանով թռած չի լինի, այսինքն մեզանից 30 րոպե է ինքնաթիռով։ Եթե մենք ինչ որ նշանակություն ունենք, գոնե կանգառ կունենա, գոնե ձևի համար կգար կերոսինը կլցներ բանում զվարթնոցում 30 րոպեով դուրս կգար մեր հետ կխոսար, որ մեզ մարդու տեղ դներ։ Այդ դա անում է այն Եվրոպայի ներկայացուցիչը, որը մեզ սովորացնում էր 18 թվին դեմոկրատիան ինչ է։ Ով էր մեզ հանում փողոց, ով էր ստեղ բոլոր լրատվամիջոցները բերել Եվրոպայից, մեզ ողջունում էին, ծափահարում էին, որ մենք թիթիզի պետք կներեք դուրս եկանք այդ հեղաշրջումը կատարեցինք։ Մեր հիմարության պատճառով հիմա մեզ մոռացան։ Բա ուր է ձեր դեմոկրատիան։ Ես կխնդրեի Տիկին Կալասին հենց հիմա մենք երկուսով գնայինք Բաքու, Ալիևին բացատրենք դեմոկրատական ռեֆորմների ծրագիր տայինք։ Թող նա դեմոկրատիա տարածի Ադրբեջանում։ Բա դեմոկրատիան ներեցեք մեր ջանքար է, մենակ մեր մոտ պետք է դեմոկրատիա լինի։ Ցույց է տալիս, չէ՞, պարոն Խաչիկյան, միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի հետևից փակելով այդ միջազգային հանրություն կոչվածին ասում է թե որը որից հետո է։ Ճիշտ է անում, նա ճիշտ է անում։ Նա ռեալիստ մարդ է, նա խելոք մարդ է, նա այսպեսի կառավարություն չունի իր երկրում։ Նա թույլ չտվեց, որ իր երկիրը զավթեն, այդ գրանտակեր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորում են ուղղակիորեն արտասահմանից դուք այդ թվերը տեսաք իրենց կայքի վրա։ Որոշ մարդիկ պաշտոնական թվեր իրենց պաշտոնական կայքի վրա գրած է 50 լրատվամիջոց, 100 բլոգեր, 180 թե չէ, ինչ 100, 360 բլոգեր, 1180 մարդ տրեյնինգ անցնում, այսինքն դոլարը բաժանում են, մարդիկ սկսում են իրանց ուզածը ասել։ Դա դժվար չի, հետաքրիր այդ կեղծ ֆակտ ստուգողները, ֆակտ չեկերները, որ հայլու հետ ֆակտ են բան են, փաստեր են ստուգում, թող իրանց սեփական սայթի վրա նայեն, դա դժվար չի, ամեն ինչ ընդեր գրած է, իրանք են պարծենում, թե ինչ աշխատանք են ստեղ կատարել։ Այսպես մեր ժողովրդին սովորացրեցին, որ հանձնվելը լավ բան է, որ հայրենիքը կարևոր չէ, փորն է կարևոր ու փողը։ Նրանք են ստեղ աշխատել։ Նիկոլ Փաշինյանը իր կնոջի միջոցով շարունակում է իրականացնել այդ այսպես կոչված կրթարշավի շրջանակում, որը իրականում արդեն ակնհայտորեն տեսանելի է, որ քարոզարշավի կամ նախա քարոզարշավ չիրեմ, ինչպես ֆալշ ստարտը Նիկոլ Փաշինյանը արդեն տվել է։ Սա քարոզարշավ է, նրանք տարբեր բաներ են փորձում, նրանք անընդհատ արտասահմանից ինչ-որ PR մտքեր են ստանում, սկզբից փորձեցին այդ ոդկասթները, հետո այդ
տունը ձվածեղ սարքել, բանը, պամիդոր կտրելը, հետո հիշում եք մի ամիս 50 փառատոն ունեցանք։ Լավաշի, կատլետի փառատոն, ձվածեղի փառատոն, սա խելագարություն, ամաչում եմ, որ ես Հայաստանից եմ, անկեղծ եմ ասում, ամոթ է, ուղղակի մանավանդ այդպես բաներ է պարլամենտում տեղի ունենում։ Սա ինչ որ եթե կղզի լիներ, ասենք Կարիբյան բանում, ծովում երևի կհասկանայինք, բայց մենք որ ասում ենք 3000 տարվա պատմություն եվրոպական ազգ, չի բռնում։ Դե Բաստիոնն է, պարոն Խաչիկյան, ժողովրդավարության Բաստիոնի խորհրդանում հենց այդպեսին պիտի լինի պարլամենտարիզմը։ Ես էլ բան արշավ սկսեմ, ֆուտբոլը նորաձև է ու գնամ մեր հավաքականին ֆուտբոլ սովորացնեմ, բացարձակ որևէ պատրաստվածություն չունենալով։ Սա ես ոնց որ բանում լինենք, հոգեբուժական հիմնարկում լինենք։ Պարոն Խաչիկյան, եւ իշխանության այդ ցայտնոտը սկսած Նիկոլ Փաշինյանից նրա այդ ջղաձիգ դրսևորումները, կարծում եմ մեզ լսողները շատ լավ հիշում են, դա փոխանցվել է իր պատգամավորներին կամ ուղերձի ձևով կամ ուղղակի հրահանգ կա լինել, այսպես ասած, շակերտների մեջ պրոակտիվ եւ հասարակությանը զբաղեցնել այդ շոուներով, այդ հայհոյախառն հայտարարություններով ու շեղել ուշադրությունը կարևոր հարցերից, օրինակ այն հարցերից, թե Ալիևի ու Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանը իրականում ինչ է պայմանավորվում։ Այդ դրսևորումները դուք համարում եք նաեւ իշխանության ցայտնոտի ցուցիչ։ Այո, շատ բան կա ասելու, ճիշտ է, սա իհարկե ուշադրության շեղելու մեթոդ է, այդ սերիալները հիմա մենք առաջ հեռուստատեսություն են որոշ մարդիկ նայում, այդ ջարդած պատոհաններ, չգիտեմ, բացառնարաններ, չգիտեմ, ինչ որ անուններ էին, հիմա դա տեղափոխվեց սերիալները, այդ reality show-ն հիմա մեր բանում է, պարլամենտում է, որպեսզի ուշադրությունը շեղվի մարդկանց սրանով զբաղվեն եւ ես որևէ երկրի վերջի 2500 տարվա ընթացքում երբևէ ես չեմ ասում ամեն ինչ գիտեմ, բայց այն գրքերը, որ ես եմ կարդացել, որևէ երկրի պարլամենտում լավը եւ ուրիշ բաների մասին խոսակցություն ես չեմ լսել։ Բան չի եղել մարդկության պատմության մեջ։ Սա 5-րդ ռեկորդն է, ես սկսել եմ հաշվել։ 5-րդն է ցեղասպանությունը մոռանալուց հետո։ Եվ ինչի մասին են հիմա խոսում Բրիտանիան եւ այս խումբը, Բրիտանիայից արտահանված այդ մարդիկ, իլեգալ իմիգրանտները գալու են Հայաստան։ Դրա մասին հիմա լուրջ խոսակցություններ են գնում արդեն երկրորդ անգամ։ Ես տարբեր հոդվածներ տեսել եմ սկզբից Ռուանդայի են ուզում իրանց տանեին, բայց Հայաստանը այդ երկրներից մեկն է։ Պետք է նայել, ուսումնասիրել այդ աղբյուրները, բայց արդեն երկրորդ հանդիպում է եղել ըստ որոշ արևմտյան իմիջիալոց աղբյուրների, եւ մենք կարող ենք դառնալ ճամբար Անգլիայից դեպորտացիայի ենթարկված ոչ լեգալ իմիգրանտների։ Այսինքն հանցագործությունների հնարավոր աճ, գիտեք, ես ասել եմ մի անգամ, այո, ես ասել եմ մի անգամ, սա ոնց որ լինի սարսափի գնացք։ Ամեն անգամ նստում ես, գնում ես նոր կայան, դռները բացում են, նոր սարսափելի բանակոյդ լինում, դռները փակում, հաջորդ առավոտ զարթնում ես, նոր բան է գալի գլխիդ։ Ու սենց շարունակում է արդեն քանի տարի։ Ինչի դիմաց պիտի ձեր նշածը տեղի ունենա, պարոն Խաչիկյան, ինչ մարմինների հետ են այդ քննարկումները, եթե կան մանրամասներ։ Մանրամասներ դեռ չեմ տեսել, պետք է դա ստուգել, երևի ինչ որ փոխհատուցում կտան։ Չգիտեմ, գուցե ֆինանսական փոխհատուցում կտան, բայց այսինքն աշխարհից բոլոր փախած այդ իմիգրանտներին կարող է բերեն Հայաստան։ Արդեն երկրորդ անգամ ես դրա մասին խոսում եմ։ Հայաստանը այդքան ժողովրդավար է, գրկաբաց, բոլորին պատրաստ է ընդունել։ Մենակ մի խնդրեմ կա, որ նրանք ստեղից փախնելու են, նրանք ստեղ չեն ուզում ապրել։ Նրանք Բրիտանիա, կներեք, մենք շատ սիրում ենք Հայաստանը, բայց որտեղ Բրիտանիան, որտեղ օրինակ բրիտանական պարլամենտում իրար ծնող եւ որոշ բառեր չեն կֆրտում, այլ այդպես մի քիչ տարբերություն կա մեզ եւ Լոնդոնի մեջ, նրանք երևի այստեղ չեն մնա, երևի շատ հնարավոր է, ինչպես ասացիք, հանցագործություններով զբաղվեն եւ փախնեն այստեղից։ Եվ Բրիտանիայի հետ կարծես վերջին շրջանում շփումների ակտիվացում նկատելի է, որովհետեւ Պաշտպանության նախարարությունը վերջերս Գերմանիայում հանդիպել էր Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության հետ, համաձայնություն էր ձեռք բերվել ռազմական կցորդների փոխանակման առումով, այս պաշտոնական ձևակերպումների տողատակերում ինչ է թաքնված, այդ ռազմական կցորդները գալու են Հայաստան, մեր պաշտպանության գերատեսչություն, որ ինչ անեն, որ մեզ վերահսկեն, շարունակեն մեզ վերահսկեն, որոշ ոչ պաշտոնական տեղերից անգամ լսել են, որ բրիտանական ուժեր արդեն կան, փոքրիկ ուժեր կան Հայաստանում եւ զբաղված են որոշ ֆունկցիաներով, ես պետք է դա ստուգեմ, բայց ուղղակի մեզ վերահսկում են, այդ կցորդները ուղարկեին Ուկրաինա, իսկ Ուկրաինայից այդ իրանց զինամթերքները բերեին մեզ, օրինակ իրանց Storm Shadows այդ հրթիռները, որոնցով անընդհատ խոցում են Ռուսաստանի խորքում գտնվող տարբեր թիրախներ, այդ թող մեզ հրթիռներ բերեին,
20 թվականի պատերազմի ժամանակ, կամ Ղարաբաղը պաշտպանեին այն ժամանակ, ոչ թե կցորդներ բերին։ Նրանք մեզ վերաբերվում են որպես գաղութի, որը պետք է վերահսկել, ուղղակի վերահսկել։ Եվ տեսնում եք, քանի անգամ Մուրի հետ հանդիպել են։ Այսինքն այնտեղ հարցեր կան քննարկել։ Մենք դարել ենք իրանց գաղութ։ Առած ասում էին դուք Ռուսաստանի գաղութ եք, հիմա դարանք բրիտանական գաղութ։ Այսինքն մեր կայսրությունը փոխեցինք։ Մենք ռուսականից փոխվեցինք, գնացինք անգլիական կայսրություն։ Դե ռուսականը գոնե ապահովում էր որոշ չափով մեր անվտանգությունը։ Անգլիացիները այդպես հետաքրություն այստեղ չունեն։ Այսինքն հրահանգները տրվում են տարածաշրջանային մակարդակով, հարավ-կովկասյան սցենարների մասով այստեղ կատարում է։ Կասկած չունեմ, եթե Մակրոնը անգամ քաղցր խոսացող մեր ընկերը Ֆրանսիայից, որ այդպես էլ չեկավ Հայաստան, այսքան խոստում տալուց հետո, նա ասում էր դուք բուֆեր պետք է լինեք Ռուսաստանի հետ։ Հետո Անգլիայի պարլամենտը, որը ես որպես պարլամենտ շատ սիրում եմ, որպես երկիր, ես շատ սիրում եմ այդ երկիրը, բայց ցավոք սրտի արտաքին գործերի բանում հարցերով նրանք մեր թշնամին են, ցավոք սրտի, նրանք էլ ասում են, որ մենք ձեզ Ռուսաստանի դեմ կպաշտպանենք։ Այսինքն եթե դուք ռուսների հետ կռվեք, մենք ձեզ չորբանով կօգնենք, հետո կփախնենք, ինչպես միշտ։ Նրանք այդ սովորությունը ունեն, ամերիկացիներն էլ ունեն։ Նավերը չեն հասնի Հայաստան, բրիտանական։ Դե քանի տարի անցել 120, այդ ասածից հետո, տենց էլ չհասան, չէ՞, բայց մենք չենք կարողանում հասկանալ։ Մեր խելքը չի հասնում։ Պրոբլեմը իրանց նավերը չի, բոլորն էլ գիտեն։ Ուկրաինային, եթե դուք նայեք ինչ օրը ընկավ այդ խեղճ երկիրը, 40 միլիոնոց երկիր էր, կիսվել է բնակչությունը ըստ որոշ աղբյուրների։ Մենք եթե խելք ունենայինք, մենք կհետևեինք։ Դե քաղաքականություն դրա մասին է, գիտակցել սեփական շահերը եւ գործել դրանք սպասարկելու համար։ Մեր մոտ մենք ունենք այդ քարոզիչների թիմը, ունենք այդ բանաստեղծներին, կոմպոզիտորներին եւ արտասահմանից սնվող մարդկանց, ովքեր իրենց դոլարը ավելի բարձր են դնում, քան մեր ժողովրդի անվտանգությունը եւ ապականը։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչիկյան, նորագրին սպասեք երեքշաբթի։